Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, վանացայինեն ձեզ հետ է Հարութ Մարգոսյանը, օրագարկ հայդակիրով։ Այսօրվա մեր օրագարկն է Հայաստանի վերջին իրադարձությունները։ Անցնող շաբաթներուն Հայաստանի մեջ շարունակվեցավ հայաստանյաց արաքելական Սուրբ Եկեղեցու հետապնդումը գործող իշխանության կողմէ։ Իհանցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Մինչ Հայաստանի մեջ դեղի կունենան եկեղեցականներու ապօրինի դատավարություններ, Բաքվի մեջ դակավին կբավին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներ եւ ռազմակերիներ, որոնք ոչ թե միայն ապօրինաբար անազատության մեջ են, այլև կզրկվին ճշգրիտ ներկայացումը եւ դատավարութենը։ Այս բոլորի կողքին ներկայ իշխանությունը կմնա, այսպես ասած, նպատակասլաց իրականացնելու իր այդպես կոչած խաղաղության ծրագիրը Թուրքիո եւ Ադրբեջանի հետ։ Այսօր պիտի անդրադառնանք այդ ապօրինի դատավարություններուն, ընդհանրանոնք Հայաստանի կամ Ադրբեջանի մեջ, ինչպես նաև հայ-թուրք եւ հայ-ազերի ընթացող բանակցություններուն։ Այս առիթով մեզի հետ է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ասպրամ Գրբեյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հնարավորության համար։ Նախ եւ առաջ սկսենք դատավարությունները։ Հայաստանի մեջ այսօր եկեղեցականներու դատավարություններ տեղի ունենան եւ վերջին լուրերը Շիրակի թեմի առաջնորդի գծով էր։ Ինչով պայմանավորված են այս բոլորը, ինչպիսի նպատակներ կհետապնդեն։ Արդյոք բարձրապես ժողովրդի ուշադրության շեղում է կամ Մեկ նպատակ չէ, որ հետապնդում են այս բոլոր հետապնդումները, սրանք համակարգային նպատակային հետապնդումներ են, որոնք ոչ միայն օրակարգ թելադրելու եւ ինչպես նշեցի, ուշադրությունը շեղելու կարևոր գործընթացներից, անվտանգային գործընթացներից հանրային ուշադրությունը շեղելու կոմպոնենտ ունեն, բաղադրիչ ունեն, այլ նաև վախի մթնոլորտը, հայկականության համար պայքարի օջախները, ինքնության համար պայքարի օջախները ճնշելու նպատակ ունեն եւ այդ վախը հանրային ընկալումներում այսպես արմատավորելու նպատակ ունեն։ Վախ ասելով ես նկատի ունեմ սեփական ինքնության համար պայքարի ելնելու հարցում այդ վճռականությունը զսպելուն են ուղղված, այսինքն մարդիկ վախենան, որ եթե արքեպիսկոպոսները հետապնդվում են եւ իրենց խոսքի համար դատապարտվում են, կամ բարերարները իրենց խոսքի համար հետապնդվում են եւ կալանավորվում են, շարքային քաղաքացիները, հայ մարդիկ, որևէ մեկը ապահովագրված չէ նման հետապնդումից։ Եվ թերևս այս համընդհանուր վախի մթնոլորտն է, որ իրենց հնարավորություն է տալու ետնաբեմում իրականացնել այն բոլոր հակահայ ծրագրերը, որոնք այս տարիների ընթացքում քայլ առ քայլ իրականացնում էին եւ կարծես թե փորձում են հասցնել վերջնական հանգրվանի, որը կլինի այսպես կոչված իբր խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը որևէ աղերս չունի խաղաղության հետ, որը որևէ կերպ չի հասցեագրում այն բոլոր մարտահրավերները կլինեն անվտանգային, ինքնությանը վերաբերող, մեր ապագային վերաբերող մարտահրավերները որևէ կերպ չի հասցեագրում եւ հետեւաբար մենք մեծ խնդիր ենք ունենալու, եթե չկարողանանք այս ընթացքը որևէ կերպ կասեցնել կամ որևէ կերպ այս ընթացքի հետևանքները մեղմել, գոնե այս փուլում, որովհետև շատ կարևոր է հասկանալը, որ այս իշխանությունների համար, օկուպացիոն կոլաբորացիոնիստական իշխանությունների համար արդեն բաց դրա մասին խոսում են, այսինքն են մեր բոլոր պնդումները, որ այս մարդիկ եկել են իշխանության կոնկրետ ծրագրով, այլ ոչ թե սաչիմացության կամ անտեղյակության հետևանք է այս քաղաքականությունը եւ այս պարտությունների շղթան կամ այս հանձնումների շղթան, ոչ թե անկարողության ցուցիչ է, այլ դիտավորություն է, որ իրականացվում է օկուպացիոն հանցախմբի կողմից,
մենք պիտի այդ մոբիլիզացիան կարողանանք ապահովել այս գիտակցման շուրջ։ Սա է այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում հիմա։ Լրացնել, ահաբեկել, անգամ սպանության դեպքեր ունեցանք, համայնքապետի սպանության դեպք ունեցանք, ահագնացել է հանցագործության զենքի կիրառմամբ սպանությունների կամ զենքի գործադրմամբ հանցագործությունների թիվը այսինքն անդրամաբանական աճ է գրանցել եւ այն ուժային կառույցները, որոնք պիտի զբաղվեն հանցագործությունների կանխարգելմամբ, այն ուժային կառույցները, որոնք պիտի զբաղվեն անվտանգ մթնոլորտի ապահովմամբ, զբաղված են ընդդիմախոսների հետապնդմամբ, զբաղված են քաղաքական հետապնդումներ իրականացնելով եւ մենք այդ ամենի հետևանքները ամեն օր մեր մաշկի վրա այստեղ զգում ենք։ Իսկ այս բոլորի գողքին Բաքվի մեջ նաև այլ կառավարություններ տեղի ունենան մեր Արցախի հայրենագիտներուն, ռազմական ղեկավարներու եւ այլ ռազմակերիներու գծով։ Այսօր ինչ փուլի հասած են այդ բոլորը եւ ինչպիսի քայլեր գարնվին, որբեսի անոնց, ասենք, պաշտպանության օժանդակություն հասնի կամ այդպիսի ծրագիրներ ինչ կա, այսինքն անշուշտ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ որևէ հայտարարությամբ դուրս չի գար այդ գծով, բայց այլ հանձնախումբեր, հայտարարի գրասենյակներ, ինչպիսի աշխատանքներ կդանին։ Շատ արդարացիորեն նշեցիք, որ այստեղ պիտի նաև ցավալիորեն արձանագրենք, որ հրաժարում է տեղի ունեցել սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանումից, հրաժարվել է Հայաստանի Հանրապետությունը, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը այսօր ներկայացնում է միջազգային ատյաններում ներկայացվում է այս օկուպացիոն հանցախմբի կողմից եւ այդ հրաժարման ականատեսը նաեւ մենք երեք եղանք, երբ օկուպացիոն ռեժիմի պարագլխի կողմից հստակ հայտարարվեց, որ որևէ, այսինքն հստակ արձանագրվեց, որ իրենց համար գերիներ չկան Բաքվում, արձանագրվեց նաև դրանով, որ այն բոլոր գործընթացները, ապօրինի գործընթացները, որոնք տեղի են ունենում հիմա Բաքվում, որևէ կերպ հասցեագրված չեն, այսպես կոչված հաստության, խաղաղության գործընթացի ակունքներում եւ քննարկման սեղանին անգամ չեն դրված եւ հետեւաբար մենք այս արձանագրումն անելով ուժերը անցնող տարիների ընթացքում կենտրոնացրել ենք այլ խողովակներով, այլ հնարավոր միջոցներով հարցի բարձրացման ուղղությամբ։ Դա կլինի համայնքային կառույցների, ինչպես նշեցիք արդարացիորեն հայդատի գրասենյակների խողովակներով, որ ահռելի մեծ աշխատանք են իրականացնում հայ մարդկանց իրավունքների մասին իրազեկման արշավներ կազմակերպելու համատեքստում, մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների այս թեմաների շուրջ հարաբերությունների խորացման համատեքստում, իրենց օրակարգում մեր միջազգային գործընկերների եւ միջազգային կառույցների օրակարգում այս խնդիրը հայ գերիների, ռազմագերիների խնդիրը առաջնահերթություն դարձնելու համատեքստում, գիտեք, բայց այդ աշխատանքը շատ սահմանափակ է, ցավալիորեն, որովհետև չունի պետության հովանավորչություն, չի հետևաբար այդ գործիքակազմը, որով մենք աշխատում ենք, շատ սահմանափակ է։ Նույնը վերաբերվում է նաև ընդդիմադիր գործիչների գործիքակազմին, որը մենք առավելագույնս փորձում ենք գործածել եւ գործադրել, որպեսզի կարողանանք այս հարցերը մեր գործընկերներին այս խնդիրների մասին, այս մարդասիրական հումանիտար խնդիրների մասին իրենց իրազեկել։ Շատ սահմանափակ է ցավալիորեն, որովհետև ամեն անգամ որևէ արշավ սկսելիս կամ ամեն անգամ այս քննարկումները օրակարգային դարձնելու
դրելիս մենք հակառակ պնդումներին ենք նաև հանդիպում մեր միջազգային գործընկերների կողմից, որ մեր իշխանությունների համար, ցավալիորեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար այս հարցերը օրակարգային եւ առաջնահերթ չեն ցավալիորեն։ Դա բնականաբար բարդացնում է մեր աշխատանքը, բայց եւ սահմանափակում հնարավորությունների, ինչպես արդեն ասացի, բայց որևէ աշխատանք չանել չի կարելի եւ հուսահատվել այս գործընթացի խոչընդոտներից նաև չի կարելի, որովհետև այն աշխատանք անգամ փոքր աշխատանքը, որ հիմա արվում է, վստահեցնում եմ, որ ինչ որ մի փուլում իր արդյունքները տալու է։ Հետևաբար ես պիտի խրախուսեմ մեր գործընկերներին նաև Սփյուռքում, որ չվհատվեն եւ շարունակեն մեծ ջանքեր գործադրել այս ուղղությամբ, որովհետև թեև այս հարցը, ռազմագերիների հարցը յուրաքանչյուրիս արժանապատվություն եւ վերաբերվում է յուրաքանչյուրիս որպես հայ մարդու գոյությանը։ Հետևաբար մեր ջանքը ինչ որ մի փուլում վստահաբար պիտի իր արդյունքը տա ու ես ուզում եմ, որ հնարավորինս շատ մարդիկ համախմբվեն հենց այս հումանիտար մարտահրավերներին լուծումներ կամ իրազեկման արշավներին որևէ կերպ մասնակցություն գործադրելու գործընթացին։ Հայաստանի իշխանությունները դեռևս այսպես չագերդյալ նպատակասլաց կմնան Ադրբեջանի հետ բանակցությունները իրենց ավարտին հասցնելու համար եւ այսպես կոչված խաղաղություն իրականացնելու։ Վերջին կարևորագույն հայտարարությունը Վաշինգտոնյան գործընթացն է եւ դեռևս ամենամեծ արձագանքցկող կետը Թրամփի երթուղին էր։ Հիմա այս բոլորը մեկնաբանվեցավ իբր նախաստորագրում։ Այս բոլորը ինչով պայմանավորված է եւ հաջորդ քայլերը ինչ են իշխանության կողմի օրինականացնելու այդ մեկը եւ այդտեղ ծևերը ունին։ Տեսեք, իրենք բոլոր լծակները ունեն, թե խորհրդարանում, թե կառավարական, որ իրենց նպատակային ծրագրերը իրագործեն։ Ցավալիորեն խորհրդարանական ընդդիմությունը չունի լծակներ կանխելու որևէ փաստաթղթի օրինականացում, իրենք ունեն սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում, հետևաբար ցանկացած փաստաթուղթ, որը իրենց պետք է կարող են օրինականացնել, բայց դա բնավ չի նշանակում օրինականացումը այդ փաստաթղթերի դրանց օրենքի ուժ տալը բնավ չի նշանակում, որ այդ փաստաթղթերը բխում են մեր պետականության եւ մեր ժողովրդի շահերից։ Ձեր նշած փաստաթուղթը, որը նախաստորագրվել է, որևէ աղերս չունի խաղաղության հետ։ Դա ադրբեջանական կողմի, ինչու՞ չէ նաև երրորդ կողմի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքրքրությունները տարածաշրջանում ամփոփող փաստաթուղթ է եւ բացառապես ձեռնտու է եւ բացառապես ամբողջացնում է ադրբեջանական պահանջները։ Ասեմ ավելին, անգամ այդ պահանջները փաստաթղթից դուրս, այսինքն պահանջներ կան, որոնք փաստաթղթից դուրս են մնացել եւ ինչպես տեսնում ենք, փաստաթղթից դուրս մնացած պահանջներն էլ պատրաստականություն ունի այս օկուպացիոն հանցախումբը բավարարելու առանց որևէ փաստաթղթային հիմքի, մասնավորապես սահմանադրական փոփոխությունները, որոնք պարտադրված են թշնամական երկրի կողմից եւ ցավոք սրտի հայ ժողովրդին դա ներկայացվում է իբր թե ժողովրդի պահանջ,
մինչդեռ դա ուղիղ պարտադրանք է թշնամական պետության կողմից եւ եթե այսպես շարունակվի մենք նաեւ այդ փոփոխությունների եւ այդ գործընթացի ականատեսն ենք դառնալու այդ ես դա անվանում եմ տեղեկատվական ահաբեկչություն, որը նաև այս համատեքստում է դրսևորվում, այսինքն թե ինչպես են իրենք կարողանում ադրբեջանական տարատեսակ պահանջներ եւ զիջումներ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությունից պահանջվող զիջումները փաթեթավորել որպես սեփական ժողովրդի իղձ եւ ցանկություն ու երազանք ու փորձել քարոզչական ահաբեկչական մեքենայի միջոցով պարտադրել սեփական ժողովրդին։ Այս է գործընթացը։ Այդ փաստաթղթում որևէ կերպ արձանագրված չեն հայ ժողովրդի եւ հայկական պետականության շահերը, այն մարտահրավերները հասցեագրված չեն, որոնք մենք հիմա ունենք, կլինի դա անվտանգային բլոկը, կլինի հումանիտար բլոկը, որևէ խոսք չկա գերիների վերադարձի մասին, որևէ խոսք չկա տարածքային ամբողջականության, այսինքն այն բոլոր արձանագրումները, որոնք կարող էին վերաբերել Հայաստանի Հանրապետությանը, դրանք շատ այսպես ոչ կոնկրետ են արձանագրված այդ փաստաթղթում, այսպես հպանցիկ, ընդհանրական, այն բոլոր իրավունքները, արտոնությունները, որոնք վերաբերելի են Ադրբեջանին, դրանք շատ հստակ են, կոնկրետ, հստակ, եւ սա է խնդիրը, այսինքն երբ մենք ասում ենք, որ դա որևէ կերպ հայկական շահից չի բխում եւ հայկական շահը չի ներկայացնում, հենց սա նկատի ունենք։ Անցյալ օր Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Նիկոլ Փաշինյանը զայրացավ, երբ հնչեց Զանգեզուրի միջանցքի գոչումը։ Ասելով, թե Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածք է եւ այդպիսի բան չի գտնա գոյություն ունենալ։ Արդյոք Թրամփի երթուղին ինչպիսով պայմանավորված է նկատի ունենալով, թե Հայաստանի կառավարությունը կբնթե թե Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածք է, բայց Ադրբեջանը դիմացը պահանջ կտնե, թե երրորդ ուժի ներկայություն պետք է լա, որովհետև վստահություն չունի Հայաստանի վրա։ Ինչպիսով պայմանավորված պիտի լա այս ինքնիշխանությունը։ Տեսեք, կապ չունի անունը ինչ կդնեն։ Փաստը մնում է փաստ, որ տրվում է Ադրբեջանին երթուղի, այն երթուղին, որը պահանջվում է Ադրբեջանի կողմից եւ տրվում է այն բոլոր պայմաններով, որով որ պահանջում էր Ադրբեջանը, թե դա կկոչեն Զանգեզուրի միջանցք, թե կկոչեն խաղաղության խաչմերուկ, թե կկոչեն հույսի ճանապարհ, թե Թրամփի երթուղի, դրանից բնույթը չի փոխվում։ Փաստը մնում է փաստ, որ ինքնիշխանության զիջում է տեղի ունենում։ Տրամադրվում է միջանցք, ճանապարհ, երթուղի, այդ երթուղում անվտանգությունը վերահսկվելու է ոչ հայկական ուժերի կողմից, այսինքն այնտեղ հայկական հայ զինվորը կամ սահմանապահը կամ ոստիկանը չեն վերահսկելու անվտանգությունը, սա արդեն իսկ ցուցիչ է, որ դու քո ինքնիշխան տարածքը զիջել ես, քո ինքնիշխանությունը զիջել ես եւ տրվում է այդ ինքնիշխան տարածքը երրորդ կողմի այն բոլոր պայմաններով, որով որ քո հակառակորդ կողմը թշնամական երկիրը պահանջում էր։ Հիմա դրա անունը ինչ կդնեն, եւ այսինքն հիմա մենք ձևականությունների քննարկման մեջ ենք։ Այդ վրթովմունքը բացառապես ուղղված էր սեփական քարոզչական տեղեկատվական ահաբեկչական քարոզչական մեքենայի թեզերը պաշտպանելուն երեկվա իր վրթովմունքը հենց դրանով էր պայմանավորված, որովհետև իրենք տևական ժամանակ հայ ժողովրդին ստել են, ասելով, որ միջանցք չենք տալիս։ Մինչդեռ իրականությունը հակառակն է։ Այստեղ իրենք անվան հետ են կռվի մեջ հիմա մտել, իրականում անունը չէ, որ բովանդակությունն է որոշում, որովհետև բովանդակային առումով իրենք տրամադրել են այն ամենը, ինչ պահանջվել է Ադրբեջանի կողմից։ Հետևաբար, այո,
դա Ադրբեջանի պահանջների բավարարում է, ամբողջական պահանջների բավարարում է եւ ինքնիշխանության զիջում։ Իսկ հայ-թրքական հարաբերությունները ինչ հանգրվանի հասած են վերջին օրերուն նկատի ունենալով, որ Turkish Airlines-ը հայտարարեց, թե պատրաստ է դեպի Երևան թռիչքներ կատարելու, իսկ անցնող շաբաթվան ընթացքին նաև անցակիրի մեջ գնիքի փոփոխության գծով, որ Արարատը պիտի հանվի։ Այսօր ուր հասած են այս հարաբերությունները։ Տեսեք, թե Հայաստան-Ադրբեջան, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք պետք է դիտարկենք ոչ թե առանձին, այլ փոխշաղկապված ընդհանրության մեջ։ Մեկը մյուսին փոխ լրացնելով այդ հարաբերությունները ինչ որ հանգրվանների են հասցվում, բայց նույն տրամաբանությունն է այստեղ գործում, այսինքն նույն զիջողականությունն է դրսևորվում հայկական կողմից այդ հարաբերությունների կառուցման համատեքստում։ Անընդհատ սիրաշահելու, անընդհատ գծնելու, անընդհատ որևէ բան զիջելու, անընդհատ պահանջները, նախապայմանները բավարարելու ճանապարհն է ընտրել այս օկուպացիոն հանցախումբը եւ հետեւաբար մենք ոչ թե պիտի կենտրոնանանք գրանցված թվացյալ արդյունքների վրա, այլ պիտի կենտրոնանանք այդ թվացյալ ճակերտավոր արդյունքները, որոնք ներկայացվում են իբր ձեռքբերումներ հայկական պետականության եւ հայ ժողովրդի համար, դրանց տակ թաքնված մարտահրավերների եւ վտանգների կանխատեսման եւ այդ վտանգները չեզոքացնելու գործընթացի վրա, որովհետև իսկ որ վտանգներ պարունակում են այդ գործընթացները, դա միանշանակ է։ Մարդիկ պիտի հասկանան, որ այդ բոլոր գործընթացները իրապես հղի են ինքնիշխանության կորստի վտանգով, անվտանգային նոր մարտահրավերների հանդես գալով, ինքնության կորստի վտանգով եւ թե Արարատի ուրվագիծը հանելը, թե այդ քարոզչությունը, թե տնտեսական նոր ավելի զորեղ գործոնների մեր տարածաշրջանում, մեր երկրում ներգրավելը, դրանք իրապես հղի են տնտեսական անվտանգությանը սպառնացող խնդիրներով, ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներով, այնպես որ ես կարծում եմ, որ մեր քննարկումը պիտի այս հարցերի շուրջ լինի, որովհետև ձեռքբերումներ, իբր ձեռքբերումներ, դրանք արդեն իսկ ներկայացվում են եւ հենց դրանով էլ փորձում են մոլորեցնել ժողովրդին, ներկայացնելով, թե իբր այս բոլոր գործընթացները հանգեցնելու են ազատ տնտեսական հարաբերությունների հաստատմանը, բարեկամական հարաբերությունների հաստատմանը եւ իբր թե ինքնիշխանության ամրապնդմանը։ Իսկ վերջին հարցումը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 4-րդ հանրապետության մասին։ Ինչ նկատի ունի այս գոչումով։ Սեփական Երրորդը երբ ավարտեցավ, որ 4-րդը սկսի։ դե երրորդ հանրապետությունը հաջողեցին իրենց պարտություններով եւ իրենց կործանարար դիտավորությամբ հասցնել իրենց ընկալմամբ վախճանի եւ հետեւաբար հիմա մաքրազերծվելու եւ իրենց պարտություններից ձերբազատվելու, այդ պարտությունների հետապնդումից ու խարանից ձերբազատվելու խնդիր ունեն։ Եվ այս 4-րդ հանրապետությունը հենց դրա մասին է, այսինքն 4-րդ հանրապետությունը հայկական պետականության հիմքերից հրաժարվելու, հայ ժողովրդի ինքնությունից հրաժարվելու եւ իրենց ընկալմամբ անվամբ հայկական, բայց բովանդակությամբ թուրքական ինչ որ մի
միավոր ձևավորելու մասին է։ Հերթական քարոզչական խայծն է նախընտրական տարում, հերթական շատ գեղեցիկ, նաև սա պիտի խոստովանել, շատ գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվող, որովհետև նորը կամ թարմը կամ վերածնվողը միշտ ավելի ընկալելի է, միշտ ավելի խրախուսելի է լայն հանրային շրջանակների կողմից, քան տկար, վնասված, պարտված, մի քիչ վատառողջ հինը նորոգելու հեռանկարը։ Հետևաբար ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերի եւ ազգային ուժերի գործը պիտի լինի այս հայեցակարգին ոչ թե ընդդիմանալը, այլ այս հայեցակարգի ազգային նկարագիր ունեցող հայեցակարգը եւ ազգային բովանդակություն ունեցող հայեցակարգը առաջադրելը։ Մենք նաև պիտի ցավալիորեն առերեսվենք այն իրականությանը, որում ապրում ենք, որտեղ ցավալիորեն ունենք օկուպացված ամբողջությամբ օկուպացված Արցախի հանրապետություն, ցավալիորեն ունենք օկուպացված սուվերեն տարածք, ունենք գերիներ թշնամական երկրում, ունենք անվտանգային խնդիրներ եւ հետեւաբար այո, բովանդակությունը մեր պետականության փոխվել է եւ մենք էլ պիտի այդ բովանդակության իրողությունը հաշվի առնելով մեր ինքնության հիմքերին հավատարիմ մնալով կարողանանք առաջարկել այլընտրանք թուրքական մոդելի, որն է իրենց ճակերտավոր իրական Հայաստանը, եւ այդ այլընտրանքը իմ ընկալմամբ ես դա պատկերավոր հավերժական Հայաստան եմ անվանում, բայց կուզեմ նաև առիթից օգտվել եւ մի փոքր բացել մեկնել բովանդակությունը, հենց խորհուրդը հավերժական Հայաստանի դա է, որ դու երբևէ չես կարող հրաժարվել քո ակունքից, քո պատմությունից, քո պետականության անցած ճանապարհից, միևնույն ժամանակ դեպի հավերժություն գնալու համար պիտի շատ իրատես եւ շատ քաղաքականապես վճռական պիտի լինես, որպեսզի կարողանաս այդ ժառանգությունը հաշվի առնելով մշակել ապագայի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան ապագայի սերունդներին կապը չկորցնելու մեծ ազգային նպատակների հետ եւ ձգտելու պատմական արդարության վերականգնման։ Այս համատեքստում պիտի լինի իմ ընկալմամբ այն առաջարկը, որը պիտի հայ ժողովրդին որպես այլընտրանք առաջարկվի ընդդիմադիր ազգային ուժերի կողմից։ Շնորհակալ ենք հարցազրույցի համար եւ այսպես ամփոփ ներկայացումը տալու վերջին իրադարձությունների մասին։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, մեզի հետ էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ասպրամ Գրբյանը։ Ձեզ հետ էր Հարութ Մարգոսյանը, օրագարկ հայդակիրով։ Մնացեք միշտ հանրացայինի ունկնդիր։